հայը այն հայը չի, որ հիմա ներկայանում է բարձրագույն ատյաններում, տարբեր տեղերում, դա Կոմիտասն, Արամ Խաչատրյանն, Արնո Բաբաջանյանն, Մարտիրոս Սարյանն, Հովանես Թումանյանն, Համոս Սահյանն, այս մարդիկ են ու ես մշտապես փորձում եմ ինձ իդենտիֆիկացնել իրանց հետ ու գոնե տենց շարունակել ապրել այս դառը իրականության մեջ։ Նշեցիք, որ ամռանը բանակ եք գնալու, բայց տեսեք, այսօր ծրագիր է ընդունվում, որ գումարի դիմաց պետք է ազատվեն մեր երիտասարդները, սրանով կարող է մենք կունենանք հայրենասեր սերունդ։ Դուք որպես երիտասարդ։ Ես չեմ ուզում ինչ որ հուսահատեցնել, հիմա էլ չունենք առանձնապես հայրենասեր սերունդ, իսկ այդ ծրագիրը ավելի ոնց ասեմ, անդունդ կմցնի տարբեր խավերի մարդկանց միջև, մի տեսակ չգիտեմ, չեմ ուզում այդ առհասարակ մեկնաբանեմ, շատ աբսուրդ օրենք է, դրանով հաստատ պաշտպանությունը ավելի լավ չես կարող կազմակերպես, որովհետև հաստատ այդ գումարները չեն ուղղվելու այնտեղ, որտեղ պետք է ուղղվեն։ Իսկ ձեր տեսակետը ինչպիսին է, հայ երիտասարդը պետք է գումարի դիմաց ազատվի, թե պիտի գնա եւ իր պարտքը մատուցի։ Գիտեք, սենց, եթե լուրջ խնդիր ունի առողջական, հա, այդ դեպքում վտանգավոր է ծառայությունը, քանի որ կարա լուրջ հետևանքներ թողնի մարդու վրա, բայց եթե տղամարդը ամեն ինչ նորմալ է իր հետ, հաղթանդամ է, առողջ է, ես գտնում եմ, որ արժի ծառայել ոչ միայն հայրենիքը պաշտպանելու համար ու այդ վեհ արժեքների համար, այլ նաև բանակը ի վերջո տղամարդուն տղամարդ է սարքում։ Ես կուզենայի, որ ով որ կարողանում է ծառայի, իրոք ծառայի, որովհետև տենց է էլի պետք։